Հիմա հարց 3 ամսից իսկապես պատերազմ լինելու է, թե չէ, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, եթե լինելու է, աչք փակվի այս ամբողջ բաների վրա, բոլորի ձայնը միանգամից 0 դարձնենք, որպեսզի չլինի պատերազմ։ Շնորհակալություն։ Բարեբախտաբար ընտրությունները տեղի են ունեցել ոչ միայն այն տաղամասում, որտեղ դուք եք գտնվում, ամբողջ աշխարհում, ժողովրդավարական երկրներում հատկապես, դա սովորական պրակտիկա է, որովհետև կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի էլի ունենք, որպեսզի հաղթենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք եւ ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարություններ դուք կտեսնեք եւ ոչ մի տեղ չեք լսի հարցեր, թե բա ինչի համար է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ իր արդյունքներով կամ հաստատի կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները։ Պատերազմի քանի մենք խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։